Привет! Բարև Բարև ձեզ։ ձեզ։ Բարև ձեզ։ Մենք այսօր հյուր ունենք մեր ոդկասթում։ Այո, Բարի Հայ գալուս հայ։ Սոնա, շնորհակալություն, որ դու եկել ես մեզ հյուր։ Մենք շատ ուրախ ենք քեզ տեսնել։ Այ մերսի հրավիրելու համար։ Սոնային կներկայացնի Թադը, որովհետև Թադնա մեզ ըմ, կապակը։ ուրեմն Սոնան ամ, իմ երկար տարիների ամենալավ ընկերն է։ Հմ, Դեռ երրորդ դասարանից, չէ՞, մենք երրորդ Հա, դասարանից իրար այո, գիտենք։ այո։ Ավելի 2007 թվից մենք իրար գիտենք։ So Ահա։ մենք իմ լավագույն ընկերն է ինքը եւ մենք որոշել ենք իրան այսօր հյուր կանչենք։ So խոսենք, շփվենք։ Ու խոսենք ընկերության մասին, հələ մի րոպե սրտիկներ ա դնում, հա։ Այո, Մենք ունենք այդ բանը, ըստ Մի րոպե, հետ չմնաք։ հա չէ, իմ չի լինում տես։ Մենք գիտես գլամուրնի մագուկով դասատուներից ենք։ Սոնա, շնորհակալություն, որ եկել ես։ Փասեն դուք դպրոցի ընկերներ եք։ Հա, Դպրոցից մենք իրար գիտենք, այո։ Իսկ դասարանից։ այո։ Մենք Մի իրար դասային դասարանից ենք ընկեր։ եղել։ Թատ, իսկ օրինակ որ Սոնային, դե հիմա չես հիշ առաջ անգամ որտես որ ինչպես էր, բայց մտածում էի, որ 2025 թվին կշփվեք դեռ։ Օրինակ քո պատկերացում ոնց էր։ Ա, ես ու Սոնան սկզբից տենց ես ինչ լավ ընկերներ չենք եղել կարելի ասել։ Ինձ ես ես պատմություն պատմեմ։ Դավայ, Հա, պատմո։ Սոնան լավ է Ես պատմում, թող ինքը ես իմ պատմի։ POV-ին պատմեմ, դու քո POV-ին պատմի, որտեղ աղա լրիվ տարբեր է։ Ահա։ Ուրեմն Թաթոսը որ նոր է, հա, մենք ես Թաթոսն ասում իրան կներեք, կարելի է քեզ Հա, դիմել այդ։ թաթոս ասա, դի թաթոս ասա։ Your bestie, your rules։ Ոնց ուզում ես տենց ասա։ Yeah, մի խոսքով, ուրեմն մենք արդեն երրորդ էինք, որ Թադը Ռուսաստանից եկավ։ So ոնց որ եկավ մեր դասարա, ու ոնց որ միած այնց փոքրիկ fact, իմ մաման մեր առաջին 4 դասանի դասատուն ա եղել։ Ու քանի որ ես ոնց որ տես դասանում տիպը I was the it girl բոլորը հետս լավ էին, չգիտեմ որտեվ լավն էի թե որտեվ մամաս դասատու էր, բայց ոնց որ ես տիպը բոլորը իմ հետ շատ լավ էին։ Հետո ցած եկա, որտեվ ինքը sense շատ cool դեմք էր ու ինքը շատ լավ նկարում էր։ Ինչ որ random բոլորը սկսեցին իր այդ բեստիությունը անել։ Ես ինչ որ ասի okay, hello, who is this guy? Ու տես սկզբում ոչ չէի սիրում իրան, որտեղ ինքը եկավ ավելի popular եղավ, հա ես։ Ու ինքս այդ մի հատ բան ուներ, բոլորի համար շատ սիրում փերի էր նկարում, ինչեւ նա հիշում եմ այդ փերին դու ոնց էիր նկարում։ Ու ես ասի ոնց որ կարամ տենց փերի նկարեմ, come on։ Ինչ որ սկսել է ես այդ տենց ինչ որ փերիներ նկարել, բայց այդ բնականաբար անտաղանդություն էր։ Ոչ սիրուն չէր լինում։ Հետո տենց ինչ որ ընթացքում սկսեցինք ահա որ մոդիկ իրար հետ մոտիկանալ ու համել միան չէի սիրում, որտեղ ինչեւ իրա գալը, սաղ առականները անարավ ես էի սովորում, բայց քանի որ ինքը native Russian speaker էր, ռուսերեն դասային միշտ ինքն էր դες, Թաթոսը the best ever եղել, ինչ որ միշտ մեր մեջ այդ բարի competition-ն է եղել։ Հա, հետո դες ոնց որ դա վերածվեց ահավոր մոտ ընկերության, շատ and middle school որ ասում են, այդ ընթացքում շատ մոտ ենք, որտեվ նույն մյուզիկն ենք լսում, նույն սերիալներն ենք նայում եւ այլն, ամեն ինչը մեր նույնն էր, մեր հետաքրքրությունները նույնն էր։ Ճիշտ է, ունենք եւս մի երկու հոգի, որոնց հետ էլի մոտիկ են, բայց ես ու ինքը ամենամոտն ենք այդ 4-5 հոգու միջից։ So շատ մոտ ենք։ Հետո high school-ում not so much, չգիտեմ խի, անկեղծ, no idea։ Ինչ որ I have տարբեր the idea։ Ես Okay, գիտեմ։ տարբեր կամպաշներ ունենք, ինչ որ random մարդկանց հետ ենք շփվում, so մի քիչ տենց ոնց որ այդքան մոտ չենք։ Էսի դու կասես, քո կարծիքով խիա։ Իմ կարծիքով տենց ասոբը պատճառ չկար, զուտ տենց էր ստացվել, չգիտեմ, նե շուտ կռվել էինք կամ ինչ որ բան եղել։ Հետո որ արդեն եկավ Ռուսաստան, այդ իմ համար մեծ ստրես էր, բայց տենց ոնց որ ընթացքում դե սովորում ես էլի ամեն դեպքում։ Հետո դրանից հետո մեր ընկերությունը դադարեց մի տարի, լրիվ դադարեց։ Հետո վերսկսեց ու ոնց որ ավելի strong երբեք չի եղել Մի մեր ուրիշ friendship։ թափով էլի, մի ուրիշ Yeah. թափով սկսեց ճիշտ ասում։ Իդեպ Սոնան եղել է
Այն մարդը, ով իմ համար բացել է սերիալների աշխարհը, ես առաջին սերիալը, որ նայել եմ, այդտեղ էլ Դնիվնիկի վամպիրը մի հատ սերիալ կա ժամանակին, մենք տենց մի հիշած չկսեք։ գժվում ենք։ Ինչի՞ չի հիշացնի ես էլ իմ բեստից դժվար նայի, բայց անորն ասես լավ նա ձեր ոդքասթը երևի նայում ա, մենք էլ էինք նայում TVD ու Okay. գիտեք ոնց էինք նայում, մենք այն ժամանակ չգիտենք, որ նույն Netflix account-ը մտնենք, մարդերա Netflix-ով մտնում ենք, հեռախոսով զանգում ենք, ասում ենք play to play եմ տալի, որտեղ ես 2 վայրկյան, 4-րդ վայրկյան, 5-րդ վայրկյան հանուն բանն ա լսում ու քննարկում ենք ցավի ընթացքում իրար տեքստ ենք անում, բայց ես այդ experience-ը ես էլ եմ ունեցել իմ bestie հետ, ու տենց իրականում հավես էր այդ, բայց իմ bestie-ն էր իմ համար բացահայտում այդ սերիալները, չնայած Vampire Diaries-ը առաջին սեզոնը մի օրում նայել էի շուտ, փուճուր ժամանակ, Հա։ հետո իր հետ սկսեցի նայել, так что I feel it, ժողովուրդ։ Իսկ Մենք ես սպասում հիմա ենք նայում եմ ձեզ, ժամանակը։ դուք տոշնի ոնց որ մենք լնենք այդ ժամանակ, ու սենց շատ նման է։ Просто we have gone out of it, էլի մեր մոտ friendship-ը պրծավ ինչ որ մի պահի, բայց Ահա։ անուշ նոտայի վրա է պրծել, like we are cool։ Просто տենց ոնց որ հասկացանք, որ time to let go, կմեծանանք կհասկանանք։ Yeah, Բայց ես exactly. overall շատ շնորհակալ եմ իմ bestie-ին այդ ամեն փորձի համար։ Մեր մոտ էլ ա եղել սենց գնալ, գա, տարբեր տեսակի ինտրիգաներ, տարբեր մարդկանց տարբեր կարծիքներ, то есть լիքը բան ա եղել։ Թայդ ասում ես ինչի ընթացքում դուք հեռացաք իրարից high school-ում, դուք գիտեր ոնց որ դրա պատասխանը։ Մենք դե ես սկզբից high school չէի գնացել էի ուրիշ դպրոց, այն նպատակի համար, որ շարունակե 12-րդ դասարանը ավակում չավարտեի մի խոսքով։ Հետո հասկացա, թե ինչքան շիտ տեղ եմ գնացել ու ես ասացի ավելի լավ է գնամ ավակ դպրոց։ Պրոստը մեր ավակը սենց ստերեոտիպոտ էր էլի, վատներ, սենց էր, ինչ-որ վատ բաներ էին ասում, ռեմոնտը լավը չի, պոլը ծակա եւ այլն եւ այլն։ Ես էլ նենց էի վաղեցի, ոնց որ գնալ եմ ընկնեմ այդ փոսի մեջ էլի։ Մեր խոսքով տենց հետ եկա հենց սոնայենց դասարան է ես ուզում, գնացի սոնայենց դասարան ու մենք հերվացել էինք ինձ թվում է զուտ նրա պատճառով, որովհետև երկուսիս համար էլ նոր շրջապատ էր ու Yeah. նոր մարդիկ էին ու ինձ համար դա լրիվ նորմալ էքսպերիենս էր, как бы էդի ինչ որ sense բան չէր էլի, բայց մենք sense սոն գիտես հերվածել էինք ինչ որ ձևով տարօրինակ էր այդ պերիոդը մեկ նստում էինք իրար կողք հիշում եմ sense երկու բառ, երեք բառ խոսում ենք, всё, սոնային կանչեց ինչ որ մեկը, գնաց ինքը, դիտեմ դե երեխեքից կային էլի, всё, ինքը գնաց, ես նստեց ասե, օքեյ, Yeah. լավ, Հա, մի քիչ բաներ համել գիտես ին կարծիքով նաև որ բան է որ ավակ դպրոցում այտենց կենտրոնացենք որ պարապենք ընդունենք համասարան ու քանի հա, որ դու լրիվ ուրիշ համասարան ես ուզում լրիվ ուրիշ բաներ ես պարապում ես լրիվ ուրիշ համասարան ես ուզում լրիվ ուրիշ բաներ ես պարապում սո մարդը մեր այդ ոնց որ երեխեքի հետ ենք ավելի շատ շփվում բայց համել ճիշտ ես ասում ես դաժե հիշում եմ այսօր պես հիշում եմ որ մեկ-մեկ լինում էր որ ստիլ թադի հետ նստեի ասենք հատ հերվացել ենք իրարից, ասեր հա ասոն հերվացել ենք իրարից ու վերջ։ Ու նենց ինչ որ բաներ եղել, զուտ տենց ինչ որ yeah, ուզում ենք, որ այդքան չենք շփվում էլ, բայց տիպը ստիլ իրար անսահման սիրում ենք էլի, նենց չի մեր ընկերությունը ինչ որ բաներ եղել, հստակ որ մենք հերվացել ենք իրարից, ստիլ այդքան իրար սիրում ենք, զուտ այդքան ժամանակ իրար չենք անցկացնում։ այնքան sense հիշում եմ, գիտես, որ մենք դեռ առաջին դպրոցում էինք սովորում, անի, այդ ընթացքում մենք որ մոտ էինք դասարանի տղերքը ես չեմ հասկանում ինչի այդ փաստից sense շատ ոնց ասեմ նու լավ չէր դզում իրանց որ մենք այնպես մոտ էինք ես չգիտեմ պատճառը Yeah. որն է իրականում Ասեմ քեզ բայց պատճառը, հեսա կասեմ։ Պսիխա պսիխոանալիտիկա հեսա Պրոստը նայ, հատկապես այդ տարիքում, քանի որ տես մենք մեծանում ենք ու սկսում ենք խոսալ կին տղամարդ, տղա աղջիկ ընկերության մասին, որպես ուղղակի ընկերություն, առանց ռոմանտիկ ենթատեքստի, բայց հատկապես ես ինքս դրա մեջ եղել եմ, ես գիտեմ ինչի մասին եմ խոսում ու իսկապես այդ բառը չեմ խուսափի օգտագործել, ինձ մեղադրում էին սիրահարված լինելու մեջ կամ որ իմ ընկերն է սիրահարված, բայց մենք պրոստը բեսթիներ էինք, լրիվ մաքուրով, то есть ու տես տևական ժամանակ։ Իհարկե ձեր չափ երկար չէ, բայց տևական ժամանակ։
ու ես հասկանում եմ ինչա, որտեվ իմ մոտ էլ այդ նույնն եղել է, պրոստը իմ կուրսեցին է եղել, դա դասարանցից չի եղել։ Ու то есть ես հասկանում եմ այդ ինչ եք ասում ու տղաները հիմնականում չեն ընկալում, որտեվ թե ոնց որ տղա աղջիկ ընկերությունը ընկալելի չի։ Իմիջիայլոց եթե դեմ չեք, մեր 1700 դիտորդին կխնդրեմ գրեն մեկնաբանություններում ինչ են կարծում տղա աղջիկ կին տղամարդ ընկերության մասին եւ արդյոք իրանք ունեն հակառակ սեռի բեսթի ու ինչ են զգում այդ մասին, вообще այդ հրաշքա, որովհետև չգիտեմ, հատկապես հակառակ սեռի պրոստը լավ ընկեր ունենալը շատ օգնում է հասկանալ հակառակ սեռի մտածելակերպը լիքը հարցերում ու օգնում է միջանձնային հարաբերություններում, հատկապես եթե օրինակ չգիտեմ, դուք սիբլինգներ ունեք, թե չէ հակառակ սեռի, ես իմ ընտանիքում չեմ շփվում հակառակ սեռի սիբլինգներով, то есть ես տենց այդ փորձը չունեմ, ոնց ինչ ձև են մտածում տղաները, ես որ մեծանում էի, ես նայում էի իմ ընկերների, պրոստը ընկերների բանով, էլի, ձեր մոտ այդ մոմենտը կար, որ դուք ասենք իրար օգնում էիք ավելի լավ հասկանալ, թե you didn't care։ Շատ կար, տիպը հադը եղել է, ես եղբայր ունեմ, բայց որոշեմ ինչ որ եղբորս հետ շատ էքստրա շփվում ենք այդ թեմաներով եւ այլն, չէ, երբեք չի եղել որ տենց ինչ որ հիմնական տենց ամեն մեկս մեր աշխարհ ունենք, մանավանդ թինեյջեր ժամանակ, բայց թադը եղել է իմ այն point of contact-ը, որի հետ որ ես ամեն ինչից խոսացել եմ, ու շատ ժամանակ ինչ որ թեմա է լինում, որ ես oh my god, աշխարհը շուռ եկավ, էս ինձ թեքվեց նա այդ sense մա, ասենց կարող է այդ բան գնάει հագե դիսվեյ, քան ասել ok, whatever։ Ու շատ ժամանակ այդ տղերքը մի քիչ ավելի սառն են, չէ, կամ մեծ կարևորություն չեն տան ինչ-որ բաների, ու իր այդ reaction-ից որ հա ինչ ok, հետո so what, ինչ որ այդ վիճակից ես հասկանում եմ, որ ճիշտ է, պետք չէ սրանց sense բուրոն react անել, ու շատ եղել որ թադը օգնի ինձ, էլի, ու նույն իրավիճակում գնայի իմ girl ընկերուներին ասեի, իմ հետ հավասար, ինձնից ավելի շատ կբորբոքվեի, դրանով ասեին հա։ շաքարով կտրեմ խոսքդ, Friends-ը նայել եք։ Հա։ Այն որ Ռոսն ու Ռեյչել առաջ անգամ հանդիպում են ցուցատալի ոնց է Ռեյչելը պատում աղջիկների, սենց գինու բաժակները վեր նստում են, տղերքը սենց պիցաուտերից իմիջալը որ I kissed her։ Հա, իրականում հա, այս սրա մասին են խոսում, то есть իմ մոտ էլ է եղել, որ ինձ կոպիտ ասած սովորացրել է իր հետ շփումը, իմ պրոստը մոտ ընկերոջ հետ, որ ասենք, մնաք իրանք ուրիշ ձև են մտածում, իրանք ավելի պակաս դրամատիկ են, քան մենք, which is normal մեր մեջ հասած, which is normal։ Okay, թա, դու ինչ կասես այս թեմայով։ Սոնան նշում է, որ ես իրան շատ եմ օգնել, շատ ենք խոսացել եւ այլն, բայց ես էլ ասեմ, որ Սոնան է իր հերթին ինչ շատ օգնել։ Հիշում եմ մի անգամ Սոնան կատակ արեց, բայց ինչ որ չափով այդ կյանքից այդ պերիոդում դա ճիշտ էր, ասես ասում I'm your point of your existence, մի անգամ դες բան ասեց ինձ Սոնան, այն որ ոսից կոկոնից որ էսի հիմա եթե իմ քո հետ իմես խոսալը չլինի, ես կարողա չգիտեմ exist չլինեմ вообще։ Իսկ դուք միշտ եք առօրյա շփման մեջ եղել, то есть ամեն օր խոսել։ Ահա, կարելի Հա։ ասել։ Մենք դաժե դուրս էլ ենք եկել։ Հիշում ես մենք դուրս էլ ենք գալիս, մենք դասարանի դպրոցից դուրս էլ ենք շփվել։ Իսկ հիմա դուք տարբեր երկրներում եք, չէ։ Հա։ Հա, ինչ էր ասում քները Սոնա ջան։ No worries, բանը, ասում էի, որ ինչ որ պահ կար, թատ գիշես, եւի մի 4 տարի առաջ էր, 5, մեկ-մեկ աղա FaceTime-ի վրա երկուսը քնենք։ Այդ տիպի մենք շատ ենք խոսում իրար հետ։ Այդ մի երևի մի 3 տարին շատ այդ որ ասում եմ որ մեր ընկերությունը ընդհատվեց, դրանից հետո նորից սկսեցինք շփվել, դրանից հետո տենց այդ մի 2 տարին շատ հենց էքստրա կաղա հաց ուտենք, զանգենք իրար հետ հաց ուտենք։ Տիպը թադներ ես ոչնչում, ես նայ ինքը ոնց է։ Մինչև գիշերվա 1000։ Հետո դրանից հետո շփումը հիմա էլ շաբաթը at least մի 3-4 անգամ չէ՞ թադ։ Նես չի ամեն օր կաղա ժամերով խոսանք չէ, բայց հա կա occasional reels stuff like that. Reels Հիմա Իսկ օրինակ ո՞նց է փոխվել ձեր ընկերություն անելու ռազմավարությունը հիմա ու դպրոցում, ասես մի քիչ ծանր հարցեր եմ տալիս։
Դպրոցում Սոնան ասի թե դպրոցում չեն ես տվում, դպրոցում չեք ընտրում, այդ մարդն է կողքը դիր այդ ես ընկերություն, ոչ որ մեծանում ես, you have a choice։ Սոնան ասի թե ես Հադու ասեմ։ դու սկսի, Անանա, թե ոնց դու։ ուզում եք, Նայ, հերթով ասեք։ Մենք մենք դե դպրոցում parza եւ երբ որ ապրել ենք նույն քաղաքում ավելի հաճախ ենք շփվել ու ավելի հաճախ ենք իրար տեսել իրական կյանքում, как бы ինչպես որ Ալինան է մեր հետ էր ման գալիս, մենք հելում ենք Ալինայի հետ ման գալու։ Ահ, Ալինան մեր երրորդ բեսթին էր այն ժամանակվա։ So, okay։ Արինային բարևում Ա եք, չէ։ բարևենք բարևում թե իհարկե ենք։ ինքն նայի։ Բարևում ենք։ Okay։ Այո։ Հիշում եմ, չէ, չեմ հիշում, կներեք, լավ, այդ է ուզում ասեի, ուզում եմ խոսեմ հիմա թե մեր մոտ ընկերությունը ոնց է մնում, սենց ասեմ, որովհետև շատերի մոտ սենց որ լինի կարող է չմնա էլ։ Պրոստը մեր մոտ այդ emotional bond-ը այնքան ուժեղ է, որ եթե մենք ամիսներով չզանգվենք, ինձ թվում է դա չի փոխվում, գիտես։ Ընկերության մեջ իմ համար ավելի ճիշտ կա մի կետ, որ դու արդեն հասնում ես այդ կետին, որ պետք չի դու մարդու հետ ամեն օր խոսաս, ամեն օր գրվես, որտեվ ես ունեմ տենց մարդիկ, ովքեր այդ ուշադրության կարիք ունեն, էլի, րոպե մեկ գրվելու, զանգելու, ես չունեմ այդ դրա կարիքը։ Պրոստը նենց է ստացվում, որ ես ու Սոնան աշխատում ենք, դե Սոնան ավելի ես դες տանն եմ աշխատում, Սոնան աշխատում է company-ում։ So միշտ չի որ հարմար է լինում, դրա համար լրիվ օքեյ ենք ինձ թվում է դրա հետ, որ ուշ ենք զանգվում, բայց մեր ջերմությունը չի կորում ինձ թվում է։ So Հա, ու համաձայն եմ Թադի հետ։ Մեկ-մեկ լինում է, անեսի Թադին եմ նոր ասել, քեզ ասեմ, ձեր ոդքասթը նայելով իմ մոտ տպարություն է, որ ես Թադի հետ շփվում եմ։ Քո հետ էլ, քեզ չեմ ճանաչում, բայց մեծ սիրով լսում եմ ու ոնց որ այս ոդքասթների միջոցով կարող ասեմ մի երկու շաբաթ խոսածած չունենք, այս ոդքասթը լսեմ, ինձ թվա այս Թադի հետ խոսացի։ Պադուշամ, ինչի մասին, որ այդ Հա, օրվա ոդքասթը իրականում ձեր կլինի։ հա, ես եմ մեր ոդքասթները մեկ որ նայում եմ, տեսնեմ ճիշտ բան եմ upload արել, սենց չեք եմ անում, եկե սկսում եմ սաղ նայել, ինձ էլ է դուր գալիս, որտեվ հա, այդ մտերմությունը, այդ պատուշամը քո ասած Ահա, կա, հավեսա որ այդ երևում է քեզ, լրիվ պատկերացնում եմ ինչ ես ասում, ահա, բայց մի հատ սենց ուզում եմ հետաքրքիր հարց տամ ձեզ, մի հատ ինտերվյու եմ հիշում Անդրեից երգիչ, շատ վաղուց վա ինտերվյու ու ինքը խոսքի մեջ ասաց, որ լավ ընկերը այն ընկերը չի, ով որ քո համար տխրում է, երբ որ դու պրոբլեմ ունես։ Անդրեի ֆանատը չեմ։ Ու ահա, ասաց լավ ընկերն այն ընկերն է, ով որ քո հետ ուրախանում է քո ձեռքբերումներով։ ահա, Ու ես այդ շատ լավ զգում եմ ու կոնկրետ իմ մտերիմ ընկերուհիների հետ հարաբերություններում ես հասկացել եմ, որ իսկապես ինձ համար ուրախացել են ու ես ուրախացել եմ լիաթոք իմ ընկերների երջանկությամբ ավելի շատ, քան ես տխրել եմ իրանց խնդիրներով։ Որն է ձեր կարծիքը ու եթե կհիշեք ինչ որ դեպքեր, որոնք որ դուք հատկապես շատ եք celebrate արել իրար համար, ահա, խնդրում եմ մեջ բերեք, օրինակ ես կարող եմ ասել, որ իմ մոտ ընկերուհու դեպքում Լիլոք պրիվետ եթե նայես, ինձ թվում է իմ տենց lifetime ամենաբեսթիներից ինքն է, էլի, որտեվ արդեն ասացի մյուս բեսթի հետ բանը բանից անցավ ցավոք, բայց իր դեպքում էլ ես դեռ իր կյանքին հետևում եմ, ինքը իմ կյանքին է հետևում ու մենք ուրախանում ենք իրար երջանկությունով, մենք ուրախանում ենք իրար ձեռքբերումներով, երբ որ ես իմանում եմ, որ ինքը մի լավ համերգի է գնացել, ծնունդը մի լավ տեղ է նշել, մի promotion ունի գործի տեղը, ուրախանում եմ։ Կան ինչ որ բաներ Հալիլոկի համար է ուզում ասել, օրինակ երբ որ ինքը վերջերս աշխատանքը փոխեց ու գնաց լավ կազմակերպություն աշխատելու, ես շատ-շատ էի ուրախացել, երբ որ ինքը ամուսնացավ, ես շատ-շատ էի ուրախացել, երբ որ իր երկու որդիները ծնվեցին, դա լրիվ իմ ձեռքբերումն էր։ Ու նույն ահա, հաջողությամբ երբ որ մոտ խնդիրներ կային, ես այդքան չէի տխրում, ինչքան որ ուրախանում էի, որովհետև գիտեի, որ խնդրի պահին միշտ բոլորը գալիս են հասնելու։ Իսկ երբ որ մարդու մոտ ձեռք բերում է երջանկությունը, բոլորը չեն գալիս քո հետ դա տոնելու, ու դու մի տեսակ այ, մենակ ես զգում։ Ինչ եք մտածում այս մասին, Սոն ջան, դու ասա հետո թադը, եթե կարելի է, որ օքեյ։ բանը պահենք, էլի մենք gender neutral community ենք ստեղ։ Gender Այո, balance։
ոնց են ասում են unbiased, հա, gender unbiased։ Հա, Հա, ու արդյոք կա տենց milestone թադի կյանքում, որ դու truly celebrate ես արել իր հետ, կներեք ես անգլերեն դասատու եմ, ինձ կարելի է տենց բառեր օգտագործել, համ էլ այս podcast-ի շրջանակներում կարելի է անգլերեն բառեր։ իհարկե, իրականում այդ մտքի հետ տենց մինչև վերջ համաձայն չեմ, ես կարծում եմ շատ equally կարևոր է, որ դու համ տխրության համ ուրախության ժամանակ լինես ընկերներիդ կողքին ու ես լինելով մարդ, որ շատ է կարևորում իր կյանքի մեջ ընկերությունը ու մի ժամանակ է ստեղծում իր ընկերների համար, ես ոնց որ միշտ եթե ես մեկին համարում ընկեր, ես չեմ կարողի ուրախ չմնամ իր հաջողություններով կամ իմ համար դա ոնց որ մեծագույն, չասեմ betrayal, մի քիչ sense մեծ բառ է դա, բայց դա այն turn off-երից է, որ եթե ես ունենամ ընկեր, որ իմ ուրախությամբ չի ուրախանա, նա իմ համար միանգամից էլ ընկեր չի։ Հիմա մի հատ գլամուրնի բառ կա, red flag ա դա, red flag։ Exactly։ Ոնց որ դա red flag է ու իմ համար դա այնքան մեծ red flag է, որ կամ ոքի այդ հարաբերությունը իմ կյանքից ոնց որ դուրս անեմ։ Ահա։ Իսկ հատը ինչ անում է, իրա սկսած, չգիտեմ, 10 աշակերտ ավել 10 ունենալուց մինչև այդ օրը գնացել է ինչ-որ հավես կաֆե, ինչ-որ համով դիսերտակերը, իմ համար դա մեծ celebration է։ Ու թադեն մարդկանց է, որ կարա իր կյանքի ամեն փոքր բան իմ հետ share անի, overshare չեմ ասում, share, եւ դա ես նսեմ ժանրով լսեմ։ Այսինքն ես հասկանում եմ, որ նաև կան ընկերություններ, ու մենք տարբեր ընկերություններ ենք, ճիշտ է, ընկերություններ կա, որ դու ամեն լիքը բան tolerate կանես, ու կան ընկերներ, որոնցից երբեք այդ նույն բանը tolerate չես անի։ Դա կհամարվի քո համար too much, եւ դու կաս okay, like it's not gonna work out, bye։ Բայց քան որ նաև մերը այն ամենա, չգիտեմ, փոքրուց եկած ընկերությունն է, իմ համար լիքը բաներ, թադը ոնց ուզի, ինչ ասի, երբ ուզի, ոնց որ իմ համար okay է, էլի, բայց շատ քիչ է տենց relationship-ներ ունեմ, շատ քիչ տենց friendship-ներ ունեմ, երևի եւս 4 տենց լավ friendship իմ կյանքում, բացի թադը։ So ինքը տիպը ինչ անի, որոշի գա Հայաստան, ինքը գիտի, որ առաջին իրան ստեղծվածողը ես եմ, ինչ պետք լինի իր համար կանեմ, այդ իրան մի անգամ չի որ ես ասել եմ, բայց ամեն դեպքում նաև ես հավատում եմ նրան, որ պետքա լիքը տեղեր, դու կոնկերներ, լիքը space տաս։ Այդ հադի ասած, որ ասում եք ճարճ ասում էր շատ needy է, չէ՞, մեկ needy է դառնում ընկերությունը ու դա արդեն ահաճա ու պետք է հասկանաս այդ սահմանը, հա, որտեղ է ոնց որ ավարտվում, որ այդ մարդուն չօգնացնես, լիքը բաներ կա, որ ընդհանրապես պետք չէ ոչ մեկի հետ share անել, բայց լիքը մարդիկ կան, որ այդ չեն հասկանում, ու իրանց համար ոնց որ էական է այդ բոլորի հետ share անել, մարդիկ կան, չէ, որ ընդհանրապես մոտ չեք, մեկ էլ մի օր կբարևես, կգտնստի սա կյանքը քեզ կպատմի, office-ային space-ում այդ շատ common բան է, որ կարող է նույնիսկ նստած ես ընդհանրապես չլես ոչ մեկի հետ շփվես, այդ պահին կան եւ սկսեն իրենց, չգիտեմ, ամեն ինչը քեզ Կյանքը պատմել։ հա, պատմել։ Չգիտեմ։ It was my take on this։ Գիտես, անի որ դու ասացիր ես, սկզբում ավելի շատ է պիտի քո ընկերը քո ուրախությամբ ուրախանա եւ այլն, ես համաձայն եմ։ Իսկական ընկերը ուրախանում է իր սրտե, բան չունեմ ասելու, բայց ինչքան էլ բանալի հնչի իմ ասածը, все-таки Друг տխրության ժամանակ познается էլ везде, friend in need is a friend indeed։ Էդի ինձ չի թվում որ հենց այնպես է առաջացել այդ տողը, որովհետև ոչ բոլոր ընկերներն են պատրաստ այդ բանին քեզ հասնել։ Դու ասում ես բոլորն են գալի հասնում են, չէ՞։ Բայց դա տենց չի։ Դա տենց չի։ Միանշանակ դա Շնորհակալություն։ տենց չի։ Ես շատ շնորհակալ եմ ձեր անկեղծության համար, շատ դուրս եկա։ Իսկ դու share կանես Իսկ քո մտքերը այս Այո, Սոնայի ես հրաշք։ իրական դասատու note taking եմ արել, որ feedback տամ, share անեմ։ Տեսեք, ձեր տեսանկյունը լրիվ հասկանում եմ, տեսնում եմ, ուղղակի երևի թե իմ կյանքի փորձն է այտենց, որ չգիտեմ, այս մասին խոսել ենք եթերների շրջանակներում, թե չէ, բայց առանձին երևի թե ասել եմ Թադին, ես չեմ սիրում, որ մարդը խնդրի մեջ է անգնում ու բոլորը հիշում են։
Թեկուզ ասենք best-ին, օրինակ, ես ու best-իս չենք կարողանում օրինակ իրար հետ, անկապ օրինակ եմ բերում, չի եղել տենց բան, հանդիպել, շփվել, երկուսս էլ զբաղված ենք, տուն տեղ երեխեք, գործ բանման, բայց հիմա որ իմ best-ին իմանա, որ օրինակ իմ կույրաղիքը հեռու տնից տեղից վիրահատել են, ինքը մի վայրկյան հետո կգա կտնգվի հիվանդանոց։ Ասածս որն է, որ այդ պահին, որ իմ կուրաղիքը վիրահատել են, ալամ աշխարհն եկել տնկվել է հիվանդանոցում արդեն իմ վրա ազդում է իրանք չափից շատ են։ Իսկ երբ որ ես օրինակ հերթական ճամփորդությունից եկել եմ, ուզում եմ իմ բեստին պատմեմ, որ ես գիտես գնացի Բրյուսել, գնացի Ամստերդամ, գնացի Վան Գոյի թանգարան, ականջը կտրած սաղ փորթրիտները տեսա, ու ինքը available չի իմ համար, այսինքն ես իմ տեսակով ես չեմ սիրում այդ մեռելի հետևից մեղր քսած մոմենտը, հա, ես սիրում եմ, որ մարդուն գալիս տեսնում են ու զանգում, որ ինքը ողջ առողջ էր, իր կարիք ուներ, բայց այն որ ընտանիքի բարեկամները իրար տեսնում են մեկ այդ մարդու հարսանիքին, մեկ այդ մարդու պանիխիդային, ինձ դուր չի գալիս։ Այդ իմ տեսակետը, բայց լրիվ ընդունում եմ ձեր տեսակետները եւ հասկանում եմ, որ միգուցե ես շատ կտրուկ եմ, հա, արձագանքում դրան։ Մի բան ասեց Սոնան, ուզում եմ դրա մասին խոսել, որ մի բան կա մի ընկերոջ համար կանես, մյուսի համար չես անի, դեպք հիշեցի, ուրեմն մի անգամ իմ աշակերտուհիներից մեկում, հետ որ ընկերություն էինք անում more or less, մեկ-մեկ դուրս էինք գալիս, մենակ ամուսնու հետ բան սենց, ու նորմալ ընկերներ էինք, մի անգամ այս վերջերս հանդիպում էինք բանում, մեր մոտ մեգամոլի սրճարանում, ես արդեն հասել էի, ինքը զանգեց, ասեց մեքենաս փչացել է, մնացել եմ Նորքի ճանապարհին։ Ես էլ ասեցի, դե օքեյ, սպասեմ տաքսի կնստես կգաս, ինքը ասեց, դե տիպը մտքովդ կարար ասել, դու գայր ինձ տանեիր։ Ես էլ ասեցի, որ ասի, չէ, մտքովս չանցավ, like honestly մտքով։ Ու հետո ասեցի, խի մտքովս չանցավ։ Ու հասկացա, որ ես իրան չեմ սիրում իրականում անկեղծորեն։ Որտեվ հա, նայեք, sense շատ confessions of a psychopath։ Ես իրականում հասկացա, որ իմ մոտ ընկերների համար ես մի վարքանում չէի թողի, չէի ասի, ինչ տաքսիկ, ասի, վայ, գալիս եմ, հա։ Այդ քո ասածը կա, ու միշտ դիմացինը տեղա չէ քեզ տալիս ինչ որ մի ձև իրա հետ մտերմություն անելու ու մի հատ մոմենտ էլ կա, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, ես եմ նյութապաշտ եւ հաշվարկով վատը, թե բոլորի մոտ ա տենց, բայց երբ որ դիմացինը քո հանդեպ մի քիչ լայն ժեստ է անում, դու չգիտես ինչի ուզում ես մի հատ ավելի լայն ժեստով պատասխան տաս, չէ՞, կապ չունի այդ քո մաման է, պապան է, ամուսինն է, թե բեսթին է, ինչ ասեց։ Կա տենց բան։ Հա, Դա իմ ինձ սպասում։ պարագայում հաստատ կա, որովհետև իմ love language-ներից մեկն է նվերներ մարդկանց տալը։ Նվեր, ուշադրություն, Հա, մի հատ բան ուշադրություն։ հիշի։ Օրինակ, չգիտեմ, թադը գիտի, որ դու պիստաչո այսկրիմ ես սիրում, գնում ես պիստաչո այսկրիմը նկարում ես, մսոն, կուտերեսի, ու ջողմես ինչ եմ ասում, то есть դու էլ իրան հետ վճարես, հա, այդ ուշադրությամբ, պարտադիր չի նյութական քեշ Հա, կողմի, то есть ուշադրությունն ես ուզում հետ վճարես, էլի, այդ մոմենտն էի ուզում ասեի, թաթարմարա խոսես, ինչ կասես դու вообще այս մասին, ինչ ես կարծում։ Մեկ որտեմ։ Թադը ոնց որ բանն լինի այն պոլիչից չէ որ դիպարտորներին Դեռ պրոստը բան է այդում էլի, չեպ է ա։ հա օքեյ Դրա համար ես լսում եմ, թե Սոնան ասի, ես այս կասեմ։ ասես լավ մենք Սոնայի հետ ուրիշ բաներ կխոսենք դու հեսա միանաս Ա, Սոն մենք թադի ասած այդ Ա, oversharing-ի հետ կապված էի ուզում ասեի որ ասենք թե դու էլ էիր ասում այդ oversharing-ը ես ինքս oversharer եմ դեռ հիմա ձեզ ասեմ ինչի եմ ես overshare անում որտեղ մենք պրոստը քիչ ուշադրության ենք արժանանում մեր կյանքում չէ լրիվ լուրջ եմ ասում թվում է թե ով ավելի շատ ուշադրության արժանանում քան ես հա տպավորությունա բայց ինձ հերիք չի ես իմ նիդը ավել է ասենք չգիտեմ եթե դու սովորաբար ջուրը խմում ես 100 միլիոնոց բաժակով Սանջան ես խմում եմ 400 ու քո համար 100-ը շատ է իմ համար քիչ է այդ overshare-ը ուզում էի պաշտպանել բոլոր overshare անող մարդկանց բայց Okay. հա էդ է Նեցա ֆուլ հետդ համաձայն եմ ու ես էլ շատ անգամ լինում է որ ընկերներիս հետ այս թեմայով խոսենք, որովհետև այս անկեղծ շատ ոնց որ daily occurrence է ինքին կյանքում էլի, որովհետև օֆիսը մեծ է, մարդիկ շատ են ու իրականում ոնց որ շատ հեշտ է ինչ որ մեկի հետ ունենալ շատ nice convo ու երբ որ մարդը overshare-ը էությամբ ինքը կարա դա համարի ոնց որ շատ
safe space, որ կարա ինքը ամեն ինչը share անի հետ։ Ու նաև շատ դիրում է, որ խոսում ենք ու այն եզրահանգման են գալիս, որ այդ մարդը ուրեմն իր կյանքում չունի այն մարդկանց, որոնց հետ ինքը կարա դա share անի, ու չկա ինչ-որ պատահական ուղղակի ծանոթի հետ դա share անի։ Այսինքն եթե ինքը իրան իդե բավարարեր իա ոնց որ մոտիկ մարդկանց հետ, հաստատ դա չեր անի, օֆիսի ինչ-որ պատահական մարդու հետ, որի հետ չգիտեմ, եկեք լինենք շփվելա կարեկից մի անգամ։ այո, շնորհակալություն։ Այո, բայց ես ինքս, քանի որ ես ինքս շատ share անող մարդ չեմ ասի, որ ընդհանրապես չեմ խոսում։ Երբ բավական extroverted մարդ եմ, բայց երբ որ հերթը գալիս է իմ feeling-ներին կամ ինձ անհանգստացնող հարցերին եւ այլն, դա ես կասեմ նշանատիս, maybe երկու ամենամոտ ընկերուհիներից, եթե թադ հավեսնել լսի, թադին, maybe։ Բայց նաև ոնց որ full empathy ունեմ, այսինքն ես չի որ այդ մարդը գայս այն հետ խոսում, ասում եմ, oh sorry, cannot hear you, don't have the capacity today, տես չի էլի, այսինքն բացարձակ empathy ունեմ բոլոր overshare-ների հանդեպ։ Դու արդեն սկսեցիր մի թեմա, որ ես իմ մոտ գրել էի, թադ եթե կուզես արձագանքի, եթե չէ, ես իմ անցումը կատարեմ, bridge անեմ։ Overshare-ի պահով ես այս վերջին տարիներին եմ հասկացել, որ ես չեմ սիրում այդ։ Attention whores։ Գիտես, չէ, մարդուց էլ է կախված։ Օրինակ տես, եթե օրինակ այդ լինի Սոնան կամ դու ասենք պատմես չանի ինչ որ բան ու բավականին մեծ ծավալի ինֆորմացիա լինի, ես օքեյ կլինեմ։ Բայց երբ որ անում է այն մեկը, ով ում հանդեպ դու այդքան էլ սիրտը տակ չի, ով այդքան էլ քեզ քո հանդեպ լավ չի պահում իրան երբեմն, դու ոնց որ չուզենաս իրան լսես ավել երկու բառ։ So միշտ չէ, բայց կախված է մարդուց։ Okay։ Yeah. Okay, Սոն, դու ասացիր, որ դու բացի թադից 4 հատ sense quality friendship ունես, ես ուզում եմ հասկանամ, այս ինչ յուղոտ ամանի մեջ ես Բայց ոչ մեկն էլ սենց երկարը չի, թող Ընկեր թող կատու ջան, հայտնվեն։ ո՞նց կարելի է sense լավ ընկերություն ունենալ 5 հոգու հետ, Թե ո՞չ։ իրապես թող թող հայտնվեն տենց, որ մենք ոչ մեկին էլ սենց երկար չի լինելու։ Ես եմ առաջին երկարը երևի։ Լավ ջան, լավ։ Հա, այդ հաստատ, տիպը թադի պես երկար ընկեր չունեմ, տիպ մոտ ընկեր, լավ, ընկերներ կան, բայց մոտ ընկեր, ամենամոտ ու ամենաերկարը թադն է։ Իսկ ձեր ընտանիքները իրար հետ շփվում են, օրինակ, քույր եղբայր, մայրներ։ Չեն շփվում, բայց շատ ճանաչում են իրար ու շատ friendly են, բայց որ ասեմ ինչ-որ տենց շփվում են, չէ։ Բայց քանի որ իմ մաման եղել է նաև թադի դասատուն, ճանաչում են իրար, շատ սիրում հարգում են։ Ողջունում եմ ընկեր Դիլանյանին ես։ Բարև ընկեր Դիլանյան։ Բարև ընկեր Դիլանյան։ Okay։ Մաման excited սպասելու է, որ ես ուղարկեմ իրան այս։ Այ շնորհակալություն ընկեր Դիլանյանին։ Ինչ է ուզում ասեի, ուզում եի ասեի, արդյոք դուք ու ձեր ընկերությունը միշտ հասկացված ա եղել ձեր շրջապատի կողմից, ձեր ընտանիքների կողմից եւ ձեր անձնական կյանքի պարտներների կողմից։ Ժողովուրդ, եթե պետքա ստոպ բառը ասել, ասեք, ուղղակի քանի որ ես դա շատ մոտիկից սեփական մաշկի վրա եմ զգացել ու մենք շատ friendly падուշամ խոսում ենք, դրա համար ես sense հարց տալ, բայց եթե Իհարկե։ ասեք Լզի դպրոցում շատ թույն հարց է։ Դու ասեմ չասեմ elephant in the room նստած like հա Դի դասարանում մի հատ sense ստերեոտիպ կա, որ ես սիրահարված եմ Սունային։ Մինչև մի 4-5 տարի առաջ մերոնք վստահ էին, որ թադը ինձ ասեն, որովհետև թադը occasionally ասենք ինչ-որ նվերներ կուղարկել մեկ էլ ինձ Ռուսաստանից, ասենք ուզում եմ քեզ ասել, որ թադը ինձ երբեք նվերներ չի ուղարկում, ասեմ ավելին, երբ որ մենք իրար հետ աշխատում էինք, ես ասում էի, թադ կգաս Երևան, կգնանք իրար հետ կոֆե կխմենք։ Ու ինքը դաժե ինձ հետ մի հատ չեկավ հանդիպի կոֆե խմի, չեմ ասում ինձ վարդեր բերեր պարտեզից կամ կապուչինոյից վրա սրտի կանել տար։ Ուզում ասեմ, որ ինքը քեզ պրոստը տալիս է շատ գեղեցիկ վերաբերմունք, իսկ ինձ չի տալիս, թա ջան, ոտ ես հաստատ 20 տարվա բեստի չեմ, բայց շուն գել 30 շաբաթը մեկ իրար հետ մի ժամ ադուշամ խոսում ենք, էսի
Ես քեզ մենք դրա մասին խոսել ենք, չէ՞, թե մենք ինչի չենք Երեխեք կատակ հանդիպել։ եմ անում, իրականում Չէ, կատակ։ գիտեմ, բայց մեկ էս անգամ որ ես գամ պիտի ուղենք դա հաստատ։ Sure, հաստատ։ So հա, մեր ընկերությունը շրջապատի կողմից երբեմն սխալ էր ընկալվում, իրաց թվում է Երեխեք, որ իմ մոտ էլ հա բայց եղել, իմ մոտ էլ հա բայց եղել, իմ սեփական մաման խորապես վստահ էր միջև վերջի պահը։ ես սպրավիդլիվости ради անի պիտի ասեմ, որ ես երրորդ թե 4 մենք 4 դասարան չենք եղել, չէ՞, սոն 5 ենք անցել միանգամից։ Հա։ What the hell, Ոնց ո՞նց որ ենք մենք 4-րդը բաց թողել։ բեն որ մի տարի թռնում է իր տենց բան կար, չէ։ Հա, Okay, լավ, մենք 11 այնքան սարքեցին 12։ Հա։ մենք այնքան խելացի ենք եղել ու այնքան էրոդիրվնի վիճակի մեջ ենք եղել, մեզ միանգամից անել են։ Okay, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ եղել է շրջան, որ ես սիրահարված եմ Լեսոնայի վրա, բայց Ապրես։ այդ շրջանը բայց եղել է ինքը 5-րդ դասարանը, 3-րդ էր, չեմ հիշում, մենք փոքր էինք, շատ փոքր էինք։ So, այդ եղել է։ Okay. Թե մի բանում ճիշտ են եղել այդ շրջապատի մարդիկ, այդ է եղել, ուրիշ ոչ մի բան։ Ինչ որ Հա, այդ լրիվ նորմալ է, որովհետև ես էլ եմ at some point սիրահարված եղել իմ bestie-ին ու ինքն էլ է at some point սիրահարված եղել ինձ ու ես գիտեմ կոնկրետ պատճառները, ինչի մեր ընկերությունը մնաց ընկերություն ու հետո вообще ոնց որ մենք հիմա չենք շփվում, զուտ որովհետև տենց նորմալ է, ճիշտ է։ Okay, հավեսա։ Իսկ օրինակ դուք ոնց եք պատկերացնում ձեր ընկերությունը, ասենք 10 տարի հետո, ասենք 15 տարի հետո, ասենք պատկերացնում եք տնեցիքով, բան, ասենց ընկերներ, երեխեքով ընկերություն անել, թե չեք մտածել։ Ես որ հաստատ պատկերացնում եմ, ես էլ եմ պատկերացնում, ոնց գիտես։ որ միշտ իթադե իմ կյանքի մասն ա եղել, նույնիսկ sense բան ասեմ, երբ որ ես ու իմ հիմա արդեն նշանածային ժամանակ ընկերս նոր ենք սկսում ընկերություն անել, առաջին լուրջ կոնվոն, որ ես իր հետ ունեցել եմ, այդ եղել է թադի մասին կոնվոն։ Այսինքն ես իրան ասում եմ, որ ես ունեմ շատ մոտ տղա ընկեր, որը իմ կյանքում է արդեն երկար տարիներ ու որ ես ստի շարունակել եմ մնալ ընկերներ։ Ես ոնց որ հարիր եմ, ոնց որ ճիշտ եմ համարել այդ մարդու հետ դա քննարկել, որտեղ լիք տղաներ կան, որ դա իրենց համար deal breaker է, այսինքն իրանք երբեք չեն կարող ընդունել, որ իրանք կողակից ունի մոտ տղաընկեր, եւ ես դա հարգում եմ։ Ինչ որ է մարդիկ իրանք որոշում են եւ այլն, բայց քանի որ իմ համար կյանքում ընկերությունները շատ կարևոր դեր են խաղում, ես չեմ ուզում դրան compromise անեմ relationship-ի համար, իմ համար կարևոր է, որ ես նենց մարդու հետ լինեմ, որ կընդունի դա, ոնց որ ամեն ինչ կընդունի իմ կյանքում եւ ու վեր, ոչ մի խոսակցություն։ Այսինքն, քանի որ ծնողներս մամաս մանավանդ թադին շատ ասիրում, դե շրջապատի մնացած մարդիկ արդեն չեն կարող խնդիր ունենան դրա հետ, արդեն կարևորը չի իրանք խնդիր Բայց իմ կունենան մեր հարցը ընկերության դավշե հետ։ այդ չէր, իմ հարցը այն էր, որ արդյոք դու տեսնում ես ձեր Հա, դրան եմ ընտանիքները։ գալիս, Իհարկե։ ուզում ասեմ, so far ոնց որ միշտ կա լինելու է, իմ պատկերացմամբ լինելու է, դե Կարող իհարկե օրինակ 100% թադի չեմ իր կարող աղջկա անունը դնի Սոնա, անի չլինի օրինակ։ Կարա տենց բան անի թադ ջան։ Ամ Լավ մտածի, այս վիդեոն պահպանվելու է։ Вообще-то, ոնց որ ասեմ, Իրականում Սոնա է դնելու, անի։ չէ, իրականում, եթե ես իհարկե աղջիկ երեխա ունենամ հետագայում, ես մամայի անունն եմ ուզում դնել անպայման։ Լավ, So, իսկ երկրորդ աղջկա, չէ, պետք չի երկրորդ իսկ աղջիկ։ երրորդ, իսկ չորրորդը։ Պետք չի աղջիկ ենք ուզում։ Սեքսիստ, օքեյ։ Իմ կարծիքով հա, տեսնենք իհարկե ինչ Այո, կլինի, իմ կարծիքով էլ։ բայց Ու գիտես ինձ ինչը դուր եկավ, երբ որ Սոնան պատմեց, որ հանդիպել է ա, իր ներկայիս նշանածին, արդեն ամ, հետո որ իրանք սկսեցին շփվել, ինձ դուր եկավ այն փաստը, որ ինքը չկորեց։ Ոնց որ միշտ լինում է հայ աղջիկների 99%-ի դեպքում, երբ որ իրանք ինչ որ կյանքի պարտներ, հա, ինչ որ չափով կարող է եւ մարդը սկսում է ժամանակը տրամադրել այդ մարդուն, այդ լրիվ օքեյ է, բայց կան մարդիկ, ովքեր կորում են։ Դաժե Instagram-ից կորում են իրանք, ասեն որ նայում ես ուրա պոիսկ ես տալի, չկա ինքը։ Կորել է, որովհետեւ գտել է ինչ որ մեկին, հասկանում ես, բայց Սոնայի մոտ այդ տենց չեղավ, ու ես շատ շնորհակալ եմ իրականում տենց adekvat մոտեցման համար։ այս դեպքը թադի ոնց որ այս
իրավիճակները թադի կյանքի անբաժան մասն են, որ ինքը ունեն հիմա շատ մոտ ընկերներ, ու մեկ էլ այդ ընկերները այլևս ոնց որ էլ չեն կարա իրանից տայով հետևեն, որտեղ իրենց Բայց ընկերը չկա։ այս կարգի ինչ-որ մոտիկ ընկերություն ես այս երկար ու սենց մոտիկ չի եղել, որ ճիշտն ասեմ։ Մմ, Հա, So այդպես։ բա։ Okay. Իսկ եղել է վիրավորանք, որ դուք իրար հետ ասենք կռվել եք, նեղվել եք, պրամը չեք խոսել։ Հա, եղել է, բայց թադի ես մեռնեմ չեմ հիշի խենք կռվել, դու հիշում ես։ Ամ, Ես հիշում եմ, բայց ես չեմ ուզում այդ կուխնյան բերեմ հանրային դաշտ։ Չէ, մենք կուխնյան չենք բերում հանրային դաշտ, ինձ պրոստը հետաքրքիր է ձեր մոտ եղել է ու հետո մեյքափը ոնց ա եղել, որովհետև իմ ու իմ օրինակ մոտ ընկերների դեպքում դաժե սենց ֆրազա հնչել, որ մենք բոճկա չենք գլորում իրար վրա, մենք ամեն մեկս բոճկան վերցնում ենք մեր վրա ու դա ա եղել մեր ընկերության պահելու հիմնակարը, չէ, ընդհանրապես չէի ուզում այնտեղ նեղանձնական թեմաներ, ուզում եի հասկանալ ինչ որ strategy ոնց ա եղել, որ դուք հաշտվել եք հետո ու դա քննարկվել ա, խոսվել ա, թե պրոստը այն որ okay, բարև ու չի խոսվել։ Ծնունդի Ես օրն էր հիշում։ ծանայի, երբ որ ես շնորհավորեցի իր ծնունդը, հիշում եմ այդ 19 թիվներ կարծես թե 18, Ոչ 19 չեմ լավ, հիշում։ 19 էր։ 19 Ահա, թիվներ ես Սոնային գրեցի, ծնունդը շնորհավորեցի եւ տեղից պրոստը շարունակեցինք, սկսեցին խոսել։ play Բայց տվեցինք, play ահա, տվեցինք։ բայց շատ խոսել ենք Հա, նրա մասին, թե ինչի չենք խոսում։ Այսինքն էս չի որ այդ քո ասածը չեղավ էլի բարև, okay, let's forget everything։ Շատ երկար խոսել ենք, որ հանկարծ ու հանկարծ էլ մեր ընկերություն չգա այդ կետին չհասնի։ մ, Ու այդ օրվանից սկսած երբեք չի եկել, չի ասել, սա ինչ որ բան ճիշտ ենք անում թավ, բայց ես անկեղծ չեմ հիշում։ Խնդրում եմ իսկ հիշացնես։ Հետո, հեսա Հետո ռեքամ հիշացնես։ շատ դիքեքեց։ Լավ։ Կարող դուք ինձ ինչ-որ հարցեր ունենաք տալու, թե չէ, չոտը ես ինտերվյուեր եմ լրիվ։ Հա, լսի դու ես Հասկանում եմ, որ իմ bestie ստեղ չի, բայց ես էլ ունեմ ինչ-որ quality friendship-ներ, ասեմ։ կանչի քո բեսթին մի օր։ Իսկ իմ bestie-ները բան են, anti-social bestie-ներ։ Ասեն ամուսնացած են, տուն-տեղ երեխա։ Կոնկրետ։ Տեղ Իսկ ես պիտի քրեստին հակառակ սերի besties չեմ կանչի շատ ակնհայտ պատճառներով, թադիս տվում ա դու գիտես։ Էդ էլ կամերան անջատեն կխոսենք, բայց Okay. ես հիմա նայում եմ ձեզ ու ես տեսնում եմ, որ դուք շատ նման եք մեզ ու հավես ա, որ դուք շոտոկի ավելի շատ ձգեցիք, քան մենք 8 տարի ձգեցինք։ Ու Mhm. որ դու ասում ես, որ չեք շփվում, մեկ այդ բոնդը կա, մենք չենք շփվում, բայց այդ բոնդը կա, ընկերությունը կա, то есть այդ մենք ունեցել ենք closure, like այդ մոմենտը, խոսել ենք, իրար բաց ենք թողել, բայց ես ուրախ եմ, որ այդ փորձը եղել է մեր մոտ ամենայն դեպս։ Սուտ իրար Mhm. բաց ենք թողել, որ չխանգարենք իրար անձնական կյանքում, որովհետև ի տարբերություն քեզ, ես վստահ եի, որ իմ ապագա ամուսինը շատ ուրախ չի լինի եւ ես իրան չափից շատ եմ սիրում ու հարգում, որ ինքը вообще այս մասին իմանա, եթե իմանա, Mhm. այդ վիդեոից կիմանա, ու ես հույսն եմ, որ չի նայի, հույսով եմ խոսում, ինքը մտնում սրտի կմառած նայելու, էլի։ Ugh. Ու բանը էդ է ուզում ասեի, բայց հավես ա, որ այդ փորձը ես ունեցել եմ, որովհետև այդ friendship-ը ինձ տվել է լիքը ինքնաճանաչում, լիքը երջանիկ պահեր, լիքը ազատություն լինել իմ իրական եսը, լիքը ազատ Mhm. դրամա քվինը լինելու ու այդ շատ հավես է։ Հա, Ես մի հատ դրամա քույն ասեցի, հիշեցի այն պահը, երբ որ ես Սոնայի հետ ինչ-որ մեկ հետ Սոնայի հետ խոսալուց էր նո FaceTime-ով, ինչ-որ մեկը զանգում էր, ես ասենց ասում եմ Սոնան մի պես է կզանգեմ, ես անջատում էի, մի անգամ ուղղակի Սոնայի համբերության բաժակը լցվեց, ու որ ասում եմ, չեմ հասկանում, դու ինչ-որ մեկի պատճառով ինձ բան ես անում, անջատում ես։ չեմ հիշում տես բաներ։ Լսի, ու դրանից հետո ես էլ իրան չի անջատում։ Ով ուզում էր զանգել, ես չի անջատում, որովհետև ես իր դժգոհ այդ Բայց դժգոհ չպետք պահը է չէի ուզում սպասեիր, ինքը դժգոհ էր, сам должен был бы догадаться։ Լսի, դե ես իրենից տենց անֆայմ եմ եղել, է։ Իրոք, իրոք, Մեն։ man, իրոք, չկա, էլի, չկա, Մի հատ հարցնում քեզ։ հավայ, Ինչ շատ հետաքրքիր է, Թադինը more or less գիտեմ, բայց Թադի, եթե ինչ-որ նոր բաներ են ավելացել, դու էլ շեր արա։
հետաքրքիր է, որտեղ այսօր այս թեմայից ենք խոսում, ա, որոնք են friendship turn-off-երը, որ սենց ահա որ եթե նոր ես սկսում ինչ-որ մեկի հետ ընկերանալ, այդ հանգամանքները քեզ կստիպեն իր հետ չշարունակել ընկերությունը։ Շատ հետաքրքիր է, ինչ-որ տենց բաներ կան։ Ես նոր ընկերություններ շոտը վերջերս չեմ սահմանել, վերջի անգամ Ստել։ տարի առաջ ա եղել, հա։ Բայց հիմա օրինակ իմ համար կոնկրետ turn off կլինի, եթե ը, չէ, հիմա ավելի ես իմաստուն եմ, ասենք եթե ես տեսնում եմ, որ մարդը գալիս է, ինձ ասում է, որ դու Աննա Հակոբյանի հետ պարապում ես, ուրեմն իրանց իշխանության սատարողն ես, то есть այդ ես արդեն կարող եմ ասեմ, գիտես, ոնց գործը գործնական, անձնական է, Մհմ, ընկերություն, քաղաքականություն, ասենք, դա turn off չի, ես կարողանում եմ boundary-ները դնել։ Կամ որ մեկը գա ասի, դու astrology ես, հիմա, բա դու astrology ես, դու եկեղեցի ես գնում, դու ես իմ ինչ ես, ես կարծում գիտես, ջանիկս, դու գնա քո եկեղեցին, ինձ էլ ինչ ուզում ես ասա, то есть ես իմ astrology-այի ցավն է տանեմ, դու ինձ ասա։ մհմ, Գիտես ինչ եմ ուզում ասել, այսինքն հիմա boundary-ները դրած է ու դժվար ինչ-որ մի բան turn off լինի։ Երևի թե մհմ, judgment-ը, այդ քննադատությունը։ Մեկ է գիտես ինչը չեմ սիրում, այն որ նախանձը, այն նախանձը, այն որ ասես ասում եմ, մհմ, հա դե քեզ ինչ կա, հա դու թանկ ես պարապում, հա դու քիչ ես Վայ, աշխատում, տանել չեմ կարող այդ հա տենց։ ունի քո հնարավորությունները, ասում ամենը մհմ, ես գիտեմ ինչքան եմ ես պախատանում։ Մենակ ես գիտեմ ինչ եմ ես անում, այս դրա մհմ, համար ու ինչքան եմ արել ու ինչքան եմ ներդրել իմ կրթության մեջ, and в общем, այդ turn off ալնում նախանձը բանը, այն որ հələ քեզ չճանաչած սկսում են քո մասին բան անել, ինչ որ judgment անել ու նա, եզրակացություններ անել ու ինձ թվում է որ ակնհայտորեն անհարգալից են, իսկ դու այդ միշտ հոտից առնում ես։ Անկամ եթե մարդը քեզ խաբում է, ինքը հնարավոր է խոցելիությունը իրա փակելու, կոծկելու համար ինչ որ սուտ ասի, որ դու հավանես իրան, սկզբում հարաբերությունների, չէ՞։ Այդ հələ ներում եմ, ըմբռնմով եմ մոտենում, որովհետև դու միշտ զգում ես մարդու intention-ները քո հանդեպ, դու զգում ես, մհմ, կարող զգում ես, տենց կասե։ Ինչքան հետաքրքիր հարց էր, շատ մտածելու տեղ տվեց, որովհետև վերջի անգամ friendship-ը 1000 տարի առաջ էի սկիզբ դրել։ Իսկ մի հատ follow-up հարց ունեմ, այդ ընկերությունները որ արդեն ունես, ու ընկերներ ունենք, չէ, որ կարող է, չգիտեմ, 3 ամիսը մի անգամ իջնենք իրանց հետ շփվենք։ Դա ինչ Եղել են դժվար դեպքեր, ես ասում։ որ եղել են դեպքեր, որ տվյալ մարդու հետ այդ հերթական 2-3 ամիսը մեկ իջնելու ժամանակ հասկանաս, որ այս մարդու հետ ընդհանրապես էլ ոչ մի ընդհանուր բան չունես։ Ու Այո, տեղից կանգնի, որտեղ իմ հետ այո, եղել է։ Ահա։ եղել են ու ես ուղղակի այլևս չեմ նախաձեռնել հանդիպում։ Գիտես, օրինակը տենց լինում է, ես քանի որ իմ բնավորությամբ մի քիչ զաժգալկա եմ, նկատած կլնես, որ մեկը մի քիչ տենց պրոտիվազաչատշնի դեմքով իմ հետ երկար է շփվում, իմ զաժգալկան մարում է ու ես չեմ սիրում Ահա։ մարդուն համոզել, որ կյանքը հիասքանչ է, որտեվ երբ որ ինքը սենց ամեն ինչ վատ է ըլնում է, ես ասում Ահա։ օքեյ, ինչ ուզում է ըլնի, ես չեմ ուզում այս նեգատիվը, ես իրա տեսակն է, ես հասկաց, լինում է շուտ գրում ես տոց առն այդ խմած ըլնես, սենց այն Ահա։ մեռած գնում ես, տենց ըլնում է, հա, լինում է, բայց մի հատ լավ, շատ լավ քոդ կար այս թեմայով, ասում է, երբ որ ուզում ես re-evaluate անես քո ընկերությունը, հա, reassess անես, մտածի, արդյոք դու կընկերանար այդ մարդու հետ, եթե հանդիպեիր այսօր։ Այսօր, հա։ Ահա։ Քո այսօրվա մենտալիտետով։ Ու նույնը ինձ թվում է Ահա։ նաև վերաբերում է կյանքի պարտներին։ Արդյոք դու կամուսնանայիր քո ամուսնու հետ կամ կնոջ հետ, եթե հանդիպեիր այսօր։ Դա ինչ Ահա։ ես կարծում, շատ խոսեցի։ Turn off-երի մասին։ Լսի, այդ ամեն ինչը որ ասեցիր, կարամ նաև ինձ վերագրեմ, չեմ սիրում, երբ որ մարդը նախանձ է լինում, այդ judgment-ի պահը իրականում շատ մեծ տեղ ունի։ Մեկ էլ հեսա կասեք ուր հասար, ինչից ուր հասար։ Հիգիենան է շատ կարևոր, Չէ, վայ։ չէ, 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 I feel it coming, 100%։ Եթե կանգնում ա կողոդ ու դու զգում ես, որ այդ պրոստը հազար մարդը չգիտի դեոդորանտը ինչ բան է կամ ընդհանրապես Ջուրը շաուրը ինչ ինչ բան բան է, ջուրը ինչ է։ բան է։ Լսի, ես երևի այս վերջին տարին էլ ավելի փիքի եմ դառել այդ պահով։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց։ Չեմ հասկանում ովքեր ձեռք չեն լվանում, չեմ հասկանում ովքեր չեն ցնցուղ ընդունում, չեն
մի խոսքով այդ պահը все-таки շփում մենակ այդ judgment-ը եւ այլն այդ ոնց ասեմ մենտալնի պահերը չի էլի կակնիկակ դու այդ մարդուն տենում ես ու եթե դու պիտի տենաս ու ամեն անգամ ինչ-որ sense տհաճություն ապրած դրանից, դա հիմա մեծ բան է, եթե այտենց շարունակվում է, ես չգիտեմ, ինձ չի դզում այդ red flag-ը մի հատ մեծ, հիմա կասեք, ինչից ենք խոսում, եկար հասար ասենք, Չէ, իրականում քո ասածը շատ խելքին մոտիկ է։ Հա, շատ լավ բան ես ասում։ Ու մարդ, որ ստիպված միշտ 80 հոգու մեջ է, որոնցից որ at least 50%-ից ավելը այդ քո ասած տեղյակ չեն ջուրը ինչ է եւ deodorant ինչ է, շատ valid բան է դա, ոնց որ դա self respect է։ Եթե դու չես հետևում քեզ, դա չգիտեմ էլի ինչ խոսած այդ մարդու հետ, ինչ ասես իրեն։ Այո, բանում է։ ապրեք, եկեք կամած փորձենք ամփոփել, որովհետև մեր ոդքասթները սովորաբար այսքան են տևում։ Ես ուզում եմ ուղղակի հիշացնել մեզ բոլորից Հարվարդի համալսարանի ուսումնասիրության մասին, խելոք աղջիկ եմ, TED Talk եմ լսել այդ թեմայով։ Ուրեմն ուսումնասիրել էին հաջողակ մարդկանց 80 տարվա ընթացքում տարբեր ոնց որ սերնդների գիտնականներ։ Շատ հայտնի բան է Harvard Study-ա կոչվում of Success։ Ու հասկացել են, որ ամենահաջողակ մարդկանց կյանքում կարևոր են եղել սոցիալական կապերը եւ ընկերական հարաբերությունները։ Դրանք ոչ թե եղել են ամուսնացած կամ չամուսնացած երեխա ունեցող չունեցող, այլ ամուր սոցիալական կապեր, լավ սոցիալական խմբեր, հիմա մի հատ մոդայիկ բառ կա, չէ, network ունեցող մարդիկ, ու ուզում եմ ասել, որ ես ինքս շատ social մարդ եմ, մի խափնվեք նրան, որ իմ դժվար սոնջան իմանաս, բայց իմ Facebook-ում ու Instagram-ում 100 հոգի կա, որովհետև իրանք հիմա շատ private են, family chat, բայց ժամանակին եղել է 2-3 հազար ու ես հասկանում եմ, որ ինձ դա դուր չէր գալիս, բայց ես մեկը social եմ, այսինքն ես որ փողոցում քայլում եմ, ընկերուհիս Արևիկի այս ոդքասթը որ նայի տակը միշտ խնդում ասում եմ որ քայլում ես մի հանդիպմանը որ քեզ 4 հոգու պաչում ես էլի նոր ես գնում իրականում սոցիալական կապերը շատ կարևոր են երեք Տաթևը ինձ հետ խոսում էր զանգել էր շփվում էինք մեր Տաթևը որ մեզ հյուրեր եկել ու ինքը պատմել որ ես ին որտեղ նստած են եղել խոսել են ու իմ մասին են խոսել ինձ այդ ահավոր դուր էր եկել ուզում եմ ասեմ սոցիալական կապերը այդքան կարևոր են հա դες 100 ընկերը 100 ընկեր բայց ես սոցիալական մարդ եմ ու ես իսկապես շատ եմ կարևորում ընկերության դերը մեր կյանքում ես շատ ուրախ եմ որ դուք բեստիներ եք 18 տարի խնդրում եմ իրար cherish արեք ճիշտ հաշվեցի 18 ես հաշվել էի քիչ առաջ ես էլ հաշվեցի 18 տարի սորան դու հասկանում ես խնդրում եմ իրար փայփայեք այն ընկերությունը որ դուք ունեք ու 2 տարի էլ անցնի կասենք 20 տարվա ընկերս ու ժառանգեք ձեր հաջորդ ծերունդների թող իրանք էլ ընկերներ լինեն շատ հաճելի է Սոնա ջան քեզ տեսնել շատ շնորհակալություն Ինձ շատ հաճելի է այնքան իրար նման եք vibe-ով sense լրիվ սինխրոնիզացիայի մեջ եք ինձ շատ դուր ապրես մերսի որ եկար Ձեզ մերսի որ կանչեցիք բայց դուք էլ ամփոփեք դուք էլ լավ բաներ ասեք Սոնա հա ես էլ եմ շատ ընկերությունը շատ կարևորով մարդ եմ շատ ուզում եմ որ միշտ մեր ընկերությունը սենց լավ մնա ու մաքսիմալ ես ինքս միշտ իմ ընկերությունները ջրում եմ այսինքն ես հասկանում եմ որ it's a two-way street եթե չկա իմ site ոչինչ բարձր որ ինչ-որ բայի նաև կանգնելի է մյուս կողմից դրա համար ուզում եմ ասեմ որ այն մարդիկ որ ուզում են ունենալ successful friendship-ներ պետք է հասկանան որ it's a lot of work պետք է ժամանակ տրամադրես էներգիա տրամադրես այդ մի քիչ առաջվա խոսացած թե լավի թե վատ պահերին լինես ընկերների կողը հասկանում եմ թաթքո ասածները շատ valid երբեմն լինում է որ դու այդ էներգիան չունես տալու բայց երբ որ դու ունես այդ էներգիան պետքա տաս եթե կարևոր է քո համար այս կյանքում ամեն ինչը եթե կարևոր է պետքա դրա ժամանակ ծախսի ռեսուրս էներգիա so միակ ոնց որ լուծումը միակ հաջողության գրավականը այդ ուղղակի ընկերությունները եւ ցանկացած բան քո կյանքում որ ուզում ես everlasting լինի դրան ուղղակի ջրելն է Շատ համաձայն եմ, շատ ջրել, ամեն օր խնամել, իսկապես ծաղիկի պես, որտեվ it's a give and take, it's compromise,
դու ինչ give and take հա որպես compromise, հա որպես give and take, էլի։ Մհմ, Տենց հա, ու ընկերությունը ինձ թվում է իրար վրա բոճկա չգլորելու, այլ մարդը իրար վրա քաշելու մասին է։ մհմ, Հա տիտոգը կտաս։ It's all about commitment։ Եթե այդ commitment-ը չկա ընկերության մեջ, դուք կարաք մոռանաք ձեր երկարատև ընկերության մասին։ So եթե դու committed չես, այդտեղ ինչ որ երկար ընկերության մասին չի կարա գնա։ Պահեք եւ փայփայեք այն մարդկանց, ովքեր միշտ եղել են ձեր կողքին։ Ու եթե հիմա իրանց մոտ չի ստացվում ավելի մի քիչ հաճախ, ձեր հետ լինել, խոսել, զանգվել, դա ցույցից չի։ Այն մարդիկ, մհմ։ ովքեր ասում են, որ չես զանգում, չես գրում, բախի չես գրում, ես չգիտեմ այդ մարդկանց ինչ պատասխան եմ այդ Ասա դու զանգի դու գրի։ Կանիշ դու Այսքանը։ զանգի դու գրի, ամեն մարդ իրա կռիվն է կռվում ամեն օր։ մի Մհմ։ քիչ ինձ թվում է այդ մարդիկ մի քիչ էլ չեն մեծացել զուտ։ Ապրեք։ Aman. Շատ լավ էր, ապրեք, շնորհակալություն։ Պակա Ապրեք։ ժողովուրդ կհանդիպենք։ Bye. Bye.